Հայցասարբեր գործիգերներ, այսօր հունվարի 13-ին 1990 թվականին Բաքվում սսվեցին հայերի դերակտերը։ Մենք այդ կապակցությամբ այսօր հանդիպում ենք կազմակերպել Գրիգորի Այվազյանի հետ, որը ադրբեջանագետ է, ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահն է եւ Ահարոն Աբդիբեկյանը, սոցիոլոգ, սոցիոմետր, անկախ սոցիալական կենտրոնի տնօրեն։ Պարոն Այվազյան, խոստանում ձեզ խնդրեմ։ Շնորհակալություն։ Նախ եւ առաջ կցանկանայի ասել, որ հաստատի 20-րդ դարը ադրբեջանահայության համար ողբերգական դար էր։ Հազարամյակներ ի վեր արևելյան Անդրկովկասում բնակվող բնիկ ադրբեջանահայ համայնքը իսպառ վտարվեց իր պատմական հայրենիքից։ 1905-1918 թվականի հայերի ջարդերը ի վերջո 90-ական թվականներին բերեցին, այսինքն 20-րդ դարի վերջում բերեցին ադրբեջանահայության մեծ ցեղասպանությանը։ Այդ աննախադեպ հանցագործությունը միջորս քաղաքակիրթ մարդկության կողմից չի ստացել ոչ իրավական, ոչ էլ քաղաքական գնահատական։ Այդ հանցագործության հիմնական կազմակերպիչները եւ դերակատարները հարևան հանրապետությունում հերոսացվում են։ Հարևան հանրապետությունում Ադրբեջանում մինչև հիմա հայ սպաները ոչ թե հանցագործություն է համարվում, այլ հերոսություն եւ ամեն մի քաղաքացու սրբազան պարտք։ Նախկին ջարդարարների եւ մարդասպանների օրինակի հիման վրա նոր սերունդներ են մեծանում։ Նաեւ կցանկանայի մի փոքր անդրադառնալ ներկայիս վիճակին, շատերը ասում են, որ ցեղասպանությունը իբրև թե դա արդեն մեր ժողովուրդը փոխպատվաստվում է անցել եւ չի կարող կրկնվել։ Շատերը կարծում են այդպես 15 թվականից հետո, բայց 90-ական թվականները ցույց են տվել, որ ոչ մի ժողովուրդ, այդ թվում եւ հայերս, չենք այսպես ասենք երաշխավորված ցեղասպանության կրկնությունից։ Ավելին ձեզ ասեմ, որ վերջերս մենք բոլոր գիտենք, լսել ենք, թե ոմանք նաեւ ականջի ետև են գցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ Ղարաբաղյան ռազմաճակատից հայկական ամենուր հայկական դիակներ է ուղղում, եւ մենք պետք է լրջորեն մոտենանք այդպիսի սպառնալիքներին։ Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանահայ փախստականների իրական իրավիճակին Հայաստանի Հանրապետությունում ներկա պահով, կարելի է ցավով արձանագրել, որ չնայած գործադրվող հսկայական ջանքերին նրանց որևէ էական խնդիր լինի դա քաղաքական, սոցիալ-տնտեսական, այսինքն բնակարանային խնդիր, թե իրավաբանական միջորս չի ստացել իր պատշաճ լուծումը։ Կարելի է նաև արձանագրել եւ խոստովանել, որ ադրբեջանահայ համայնքը հիմա արդեն 26 տարիների ընթացքում բախվեցիների համայնքը գտնվում է օրհասական վիճակում, կարելի է ասել հոգեվարքի մեջ գտնվում, անկեղծ խոստովանելով պետք է ձեզ ասեմ, Նոստրադամը օրից օր եւ ինչպես ասում են վերջին ժամերն է իրան հաշվում։ Եվ վերջում կուզենայի նաեւ անդրադառնալ մի փոքրիկ նվաճումին, որ մեզ հաջողվեց գրանցել նախորդ տարվա վերջին, դա փախստականների եւ ապաստանի վերաբերյալ օրենքում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու խնդիրն է, որը մեծապես հեշտացնում է, ջուրացնում է փախստականների կեցության հարցը իրավաբանորեն Հայաստանի Հանրապետությունում։ Նկատի ունեմ հիմնականում նրանց այսպես ասենք անձը հաստատող փաստաթղթերում համապատասխան լրացումներ կատարելուն, հայերեն մակնանշումներ կատարելուն եւ այլն։ Դա կարելի է արձանագրել որպես 2015 թվականի ձեռքբերումը։ Կարելի է ասել, որ 2015 թվականը ադրբեջանահայ համայնքի համար բավականին բարդ տարի է, իսկ 2016 թվականը մեզ համար կարծում եմ շատ ավելի ծանր տարի կլինի։ Շնորհակալություն ուշադրության համար։ Այո, այդ նամակները իրականում պատասխաններն էին մեր նախաձեռնությունների բազմաթիվ, որը համապատասխան օրենքում պետք է փոփոխություններ կատարվեն եւ որը արդեն իսկ ընդունվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից եւ ուղարկվել է ինչքան ես ասեմ վերջին տվյալներում Հայաստանի Հանրապետության նախագահի ստորագրմանը։ Այդ օրենքներում կարևորագույն փոփոխությունները, եթե փոքրիկ մանրամասնենք, ուղղակի անգամ անձը հաստատող փախստականների փաստաթղթերի մեջ հայերեն խախտելով
Հայաստանի Հանրապետության լեզվի մասին օրենքը հայերեն մատնանշում չի եղել։ Մարդիկ ուր որ դիմում էին, լինի դա թոշակի համար, լինի դա այլ հարցերի համար, միշտ բախվում էին դրա հետ, որ այնտեղ հայերեն բան գրված չկա։ Փաստաթղթը տրամադրվում էր ընդամենը 2 տարով, իսկ հիմա արդեն 10 տարով է տրամադրվելու, այդպես որ դա մեծ նվաճում է։ Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստացել այդ հարցի վերաբերյալ եւ վերջնականապես հույսով ենք, որ կոյետ կյանքի կոչվի այդ փոփոխությունները եւ գոնե այս կտրվածքով մարդիկ ստիպված չեն լինելու ամենօրյա քշքշուկների մեջ ընկնել ամեն մի 2 տարի բոլոր փաստաթղթերը հիմնովին փոխվելու համար։ Իսկ ինչ վերաբերում է ինչու չեն ինտեգրվել, հա, եւ ուրիշ փաստաթղթերը չեն վերցրել, եթե այդպեսի հարցածագում, ապա խոցելի լինելով բոլոր բնակավարներից Հայաստանի Հանրապետությունում առաջատարն են մահացվածության, արտագաղթի եւ այլ գործազրկության խնդիրներով, հա, առողջության հետ ունեցած խնդիրներով, այդպես որ պայմանները իհարկե հիմա ոչ քաղաքական պայմանները կապված Ադրբեջանի հետ բանակցությունների, ոչ ներքին երկրի վիճակը չնպաստում, որպեսզի, այսինքն չի խոսում իհոգուտ դրան, որ մարդիկ դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Դա կարելի ասել եւ այդ մարդկանց եւ Հայաստանի Հանրապետության արմատական շահին դեմ է մեր կարծիքով։ Մարդկային հիշողությունը կարճ է, իսկ նման իրադարձությունները միշտ հիշողության մեջ պայենք այն առումով, որ դա մեծ հակափաստար կա Ղարաբաղը Ադրբեջանի կազմում տեսնելու հեռանկարում, քանի որ էթնիկ զտումները ադրբեջանցիների կողմից անպայման կկրկնվեն, կգտնվեն մի հատ առիթ, որը կդառնա ինչ-որ մի հատ մեծ անկառավարելի ինչ-որ գործընթաց եւ այլն։ Այդ առումով դա ոնց ասում եմ չկա չարիք առանց բարիքի, այդ առումով մենք Ղարաբաղը կպահպանենք որպես անկախ տարածք, որ երբեք հիշելով Սումգայիթն ու Բաքվի ջարդերը մենք ցույց ենք տա, որ Ղարաբաղը կրկնում ճակատագրի է։ Երկրորդը Հայաստան ազատվեց ադրբեջանական էթնիկ խմբերից, որոնք, եթե դուք քարտեզը նայեք, ոնց են բնակեցված Ամասիա Տաշիր, Հուսիսի սահմանները, Սյունիք, որտեղ արդեն բնակչության կես ադրբեջանցի է, Պարթենիս Գևարկունիքի ափը, Մասիսը։ 4 կողմով նրանք կոմպակտ ապրում էին, մի ընտանիքում ուներ 4 երեխա, երբ որ ծնելիությունների մոտ արդեն 2-ին մոտենում էր։ Այսինքն հեռանկարում, մենք եմ 30-40 տարի հետո, Հայաստանում կայանում էր մոտ երևի առնվազն 600-700 հազար ադրբեջանական համայնք, եթե եզդիները իրան լեզու գտնեին, որպես էթնիկ խումբեր, դա բավականին կփոխեր Հայաստանի հարյուրական պատկերը։ Այդ առումով նրանց արտագաղթը ես չի ասում մենք իրանց բռնի նշում ընկալ է, զարմանալի որ հարցում է անում Միգրաշարժի կողմերը ժամանակ եղած հետո յուղեր կային, ասում ենք են յուղը որն է, ասում ադրբեջանական է, բայց մարդ չկա, նշան հատուկ չկա, մի գիշրանից անհետացել է, մեքենաներ նշտի դնասել է, որտեղ նախ հարուշյաներով չենք ահուտմանությունները, եղատեղել են անասում, դրան մեքենաներ միասին դնասել են։ Այսինքն Հայաստանը դարձավ մոնոէթնիկ երկիր, որտեղ 97% հայեր են ապրում, Ադրբեջանը չկարողացավ դառնալ մոնոէթնիկ, որը մի քշար ձգտում է, ստեղծել մի ազգ, որը լինի իսլամական, որովհետև նույն իսլամի մեջ թալիշները երբեք չեն ուզենա լինել ադրբեջանցի թուրք, ատելով ատում են, լեզգինները, զարգինները, հուսային կովկասներ, որոնք կովկասեր կողմին ապրում և պատմականորեն հայտնվել են ուրեմն Ադրբեջանի կազմում։ Իրանք պրոբլեմները չեն ուղի, դա մնում է, և մենք պետք է հիշեցնենք այդ փոքր ազգերին, որ նրանց էլ կարող է մի օր սպասեն ճակատագիրը, որը հայ համայնքի կրեց ուրեմն Ադրբեջանում։ Ու բաց է, որ մենք տարին մի անգամ ենք հիշում, դրա մասին պետք է գրել, պետք է նշել, իմ դուստերը ընկելու հետ գիրքը հրապարակել Արմենաֆոբիան Ադրբեջանում, որ արդեն անգլերենն է թարգմանվել և տարածվել բանը, որտեղ կա և
Բաքվի հետևանքները, Սումգայիթ, ամեն ինչ այնտեղ կա։ Դա մենք պետք է աշխարհին ցույց տանք, թե մենք ում հետ ենք հարևանություն անում եւ ինչ կարելի է ակնկալել, եւ ինչպես պետք է կարողանանք վերաբերվել Ադրբեջանը որպես ոնց ասենք, ֆաշիզմի ուղին ընտրած երկրի նկատմամբ։ Արդեն մոտիվը Եվրոխորհուրդը բավականին լուրջ հասկացել է դա եւ նրանց որոշումներում Ադրբեջանի հավաքականքի դարապարտումը միասյալ նավներ են մտահոգված, հիմա հերթ եկել է Ռուսաստանը։ Ռուս-թուրքական հարաբերությունների սերումը կողմերի պարտադիր ադրբեջանական հարաբերությունների սերմանը արդեն դրա երևույթների կա, այնպես որ մենք ոնց որտեղ ներքին բերում հզոր բարեկամներ, ազգեր, որոնք հասկանում են մեր վիճակը, ամենակարևորը դառնում ու ուշադրություն դարձնենք այն փոքր էթնիկ խմբին ադրբեջանցիներին, որոնք դեռ Հայաստանում են։ Շատերը գնացել են, տարբեր երկրներ, նախ լեզվային խնդիրներ, հայերենիքներին, մեր մոտ է հակառուսական ռուսոֆոբիան, որ 90-ական թվականից սկսվեց իրենք բոլորին բանեց, գոնե հասկանային են ժամանակվա ղեկավարները, որ չի կարելի նման բան անել, մի երկիր, որտեղ դպրոցների 30% ռուսական է եղել, ուրեմն ամեն երրորդը ռուսերեն է սովորել, մեկ անգամ ռուսերեն արտաքսում է, մնել խոսքը դրում է մի համայնք, որը բավականին ռուսախոս է եղել, այդ առումով նրանց ինտեգրումը մեր հասարակությանը ունեցել է պրոբլեմներ։ Բոլոր դեպքերում մեր մարդասիրությունը պետք է նրանց նկատմամբ երաքի ազդեցիկ լինի, օգնող լինի ու երևի մենք չմոռանանք այդ դասերը ու հիմա հայերը ապրում են 105 երկրում 55-ում ունեն բավականին լուրջ խոշոր սփյուռք։ Սփյուռքը միշտ մնում է ազգային փոխհամարսություն ու բախումների հետևանքով միշտ դառնում է զոհ։ Սիրիայի օրինակը դες, բաղը Լիբանանը մենք մի կես կարողացանք Լիբանանը հայությունը մի մասը 3 անգամ կրճատվեց, մի մասը գնաց Կանադա, մնացությունը Պակիստանը, 50,000 Լիբանանում, 150,000 մնացել, նույն բանն է Եվ մենք պետք է կարողանանք այդպես ինչ-որ վարքագիծ ընտրենք ամեն քաղաքականություն, որ եթե Սփյուռքում մենք օտարամերժ կամ հայատյաց շրջապատարինում կարողանանք պահպանել մեր անվտանգությունը, խոսքը մեր երաշխիքների մասին, չեմ անում, կարող է միջազգային հանրությունը նման երաշխիք տան բոլոր ազգային փոքրամասնությունների թիվով, բայց բոլոր դեպքերում աշխարհի հայերը թե միավորվեն 13 միլիոնանոց մենք ունենք էթնոս ու կարողանանք ոնց այդ հարցերը կարողանանք հոգալ ու ամոթա երբ որ հերոսամարաթոն ավինում ընդհանրապես հավաքում են լավագույն դեպքում 20-30 միլիոն դոլար ընդ որում մենք Ամերիկայի համայնքը հրեական որը 2.5 միլիոն տարեկան 1.5 միլիարդ դոլար ապահովվում Իսրայելը։ Դրանց մենք գիտակցություն եթե բարձրացնենք, այս ճարտարին ամեն ինչ ունի մի հատ խթան, որ մենք հասկանանք, որ քանի հայությունը կա, իսկ հայությունը ՄԱԿ-ի ազգագրական հիմնադրամը 13 թվականին հայերեն դերեր փրկյալ ազգերի ցուցակը 14-ին ես 100 ցուցակ ունենք հավերժ Որտեղ մենք աշխարհում ենք սովորված մենք պահպանում ենք լեզուն կրոնը մշակույթը ու բավականին լավ ծնողության գործակիցություն բայց Հայաստանից դուրս։ Հայաստանը մնում է համալրոջանգավոր շրջան եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ստեղծենք բարեկեցիկ պայման եւ ոչ միայն Բաքվի։ Այնպես պատկանների համար համեցեք առաջին ձեզ է ուղղված, ինչ-որ սոցիալական հարցում հաղթականների շրջանում եղել է, ինչ արդյունքներ Դարել են 90-ական թվականներին երկրորդ կեսին ՄԱԿ-ը ծրագրեր ուներ իրականացնելու, օգնելու, ինչ բարիքներ կա, բավականին ու ամենահետաքրքիրը որ Ադրբեջանը միջով վերջերս ՄԱԿ-ի հետ հիմնադրամից օգտվում է։
ասել է, որ իմ փախստականները դեռ ինտեգրված չեն, աշխատանք չունեն, հոգություն կական կա եւ այլն։ Մենք որ մի անգամից այդ բանը ծրագրեր կրճատեցինք, ասեցինք պրոբլեմ չկա, բոլորը հարմարված են եւ այլն։ Ազգային անձնագրերը ճիշտ եք ասում, բաժանելով համարեցին, որ հարցը փակվել է։ Իրական գոյություն ունեցել նոմինալ ձևով այդ ծրագրերը, որոշ մարդիկ, որոշ օգուտները քաղեցին, բայց մեծամասնությունը այդպես էլ ոչ մի բան չի ստացել։ Բավական է նշել, որ Երևանում հիմա էլ որքան մնացել են ադրբեջանահայ փախստականները, հիմնականում ապրում են կոմպակտ բնակության վայրերում, հանրակացարաններում եւ այլն, առանց տարական որևէ պայմաններին, այսպես որ կարելի է զուտ այսպես ասենք, որ ինչ որ ծրագրերը անցկացրել են, դա միայն նոմինալ ձևով է։ Մարդիկ չգիտեն իրենց ապագա եւ գալիքը եւ ի տարբերություն Ադրբեջանում, որտեղ պարզ է ամեն ինչ, Ադրբեջանը բազմիցս ասել է իրենց նախատեսվող քաղաքականության վերաբերյալ փախստականների հարցում եւ իրոք օգտվում է միջազգային հանրության այդ գումարներից, Հայաստանում այդպիսի տպավորություն են ստացել այդ ծրագրերը, որ արդեն բոլոր խնդիրները լուծվել են եւ փակվել են Հայաստանի համար ֆինանսավորումը այդ ծրագրին։ Բանը հասել է նրան, որ խոսակցական եւ գնահատակողական մոտեցմամբ Երևանում փախստականների բնակարանային հարցը լուծելու համար դες բավականաչափ պայմանական թիվ են ասել $25 միլիոն եւ այդքան տարիների ընթացքում այդպես էլ չկարողացան գտնել այն պարագայում, որ երկրում գոյություն ունեն տարբեր ծրագրեր եւ հաջողությամբ են իրականացում, եթե մեր պատասխանատուներին լսեն օրինակի համար Գյումրիում շինարարությունը եւ այլն։ Երբ որ բանը հասնում է ադրբեջանահայ փախստականներին, մենք չենք կարող չարձանագրել որոշակի խտրականություն եւ բացասական վերաբերմունք բոլոր հարցերին, ինչ որ հարցով մոտենում ես, բոլորի պատասխանը ոչ եւ եւս մեկ անգամ ոչ։ Ոչ մի պարագայում ընդառաջ չեն գնում։ Եվ մի բան էլ լրացնեմ, պարոն Ադիբեկյանը ճիշտ նշեց, ադրբեջանցիները, ադրբեջանցի թուրքերը ավելի ճիշտ, Հայաստանի Հանրապետության տարածքից համարյա թե մի գիշերվա մեջ ինչպես հրամանով անհետացան, դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանում հայերի կոտորածների քաղաքականությունը պետականորեն հաստատված է եւ նրանք զգուշացրել են հնարավոր բացասական արձագանքներից ելնելով խուսափելու համար, որ ադրբեջանցիները այսինքն լքեն Հայաստանի Հանրապետությունը, այսինքն մարդիկ նախորդ պլանավորել են Ադրբեջանը զտել հայերից եւ մի մեծ տարբերություն է կա ադրբեջանցի թուրքերը Հայաստանում եւ անգամ ներկայիս Ադրբեջանում էթնիկ երկրորդ են, իսկ ադրբեջանահայերը փաստորեն քրիստոնյա բնիկ Ադրբեջանի քրիստոնյա բնիկ ժողովրդի հիմնական ժառանգորդներ, այդպես որ արտաքսվեցին սեփական պատմական հայրենիքից։ Մենք ոչ թե եկել ենք պատմական հայրենիք, այլ ընդմիշտ մեր պատմական օրանը կորցրել ենք։ Այսինքն ազգային փոքրամասնությունը մահմեդական թուրքերը ժամանակին մեծամասնություն դարան եւ մեզ դուրս գցեցին մեր երկրից։ Թուրքերը լավ այդպեսի ասացված ունեն. Երսից գայր երիա յոխտու։ Նույնը կրկնվեց մեզ հետ, այսինքն երկրորդ որ գալիս է տանուտերին տեղ չկա, չի մնում։ Ուրեմն մենք Մարսիսում մեծ հետազոտություն արեցինք ինտեգրացման խնդիրով։ Ծրագրերը վերապատրաստման, գոնե երկարում են հաշվապահություն զբաղվում եւ այլն։ Ու գանդակ հիմնական ինժեներ ընտանիքով եկելը չկարա հավաքության զբաղվել։ Լքված վերադրբեջանական բախի հայերով են բանալի, որտեղ հայերը դեռ ինտելիգենտ են, տեխնիկական են, իրանք գյուղացի չեն եղել, հողագործ չեն եղել, դա լուրջ խնդիր էր։ Դրա համար ով կարողացավ հետագայում տունը վաճառեց, եկեց Հայաստանը գնալ։ Մի բան էլ ասեմ, որ մեր շրջանում ապրող ադրբեջանցիները, որ Բաքվում ստացան երազ մականուն երևանցի ադրբեջաներ, զզվում են տեղացի ադրբեջանցիներից, զզվում են, ասում են մենք չենք կարողանում իրանց հետ ապրել, խաբեբա, սուտ խոսան, կեղծավոր, շատ լուրջ խնդիր է եղել հոգեբանական, դրա համար ով որ սերտի գնացել է, թող է գնացել է բանը, միջին Ասիա կամ Ռուսաստանը գնացել, որտեղ իրանք չեն կարող ապրել։ Մեր արժեքային համակարգը իրանք ընդունել են, տեսել են, գիտեն եւ այլն, դա բավական լուրջ խնդիր է։ Դա փոխադարձ է, պարոն Ադիբեկյան, երբ որ մենք եկել ենք այստեղ մեզ թուրք են անվանել առաջին իսկ օրվանից։
եւ ոչ թե գրկաբաց ընդունել, էդ է կա, այդպես որ դա փոխադարձ ինչ որ ազդեցություն կա եւ միշտ էլ տենց է, առանձնապես պետք է հիմա ճիշտ ասենք, չգիտենք հետո արիթը երբ է լինելու, քանի որ արիթ կա, պետք է դրա մասին բարձրաձայնենք, երեք եղավ, որ այդ 20-30 տարի լրել են ու կիսաճշմարտություն ասել ենք, ստեղ էլ մեզ ոչ այդքան գրկաբաց են ընդունել, հասկանալի է, պատճառներ եղել են, շրջափակումը, պատերազմը, երկրաշարժը, հազար ու մի հարց, բայց ամենայնիվ այստեղ էլ գրկաբաց չեն ընդունել։ Իսկ ձեր հարցին, որ դուք անընդհատ փորձում եք պարոն Ադիբեկյանից ճշտել, ինչքան ծրագրեր են անցկացրել եւ այլն։ Հետազոտված, այո, հետազոտված։ Ուսում հասկանում վերջին շրջանում հետազոտություն։ Չէ, վերջին շրջանում չեն կարող նման բաժներ չի եղել ու այդ կոմպակտ բանը բնակիչների չկա թվական։ Մեծ մասը դոնստրացել է, չկան արդեն համարը, անհետացող տեսակ է։ Այսինքն չկան ինչ այն ենթադրում։ Այսինքն զանգվածային արտագաղթ է տեղի ունեցել։ Ես չեմ ուզում հիմա ասել Հայաստանի Հանրապետությունում ինչքան ադրբեջանը հայ մնաց, որպեսզի Ադրբեջանում շատ չուրախանան այդպիսի բանից, ու մատի պատահական չդարձեն, բայց փաստը մնում է փաստ, որ անհետացող համայնք է դարձել Ադրբեջանը հայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Ծնելիությունը նվազ է։ Մահացվածության շուսանիշը շատ է, առողջության խնդիրները, տնտեսական ավելի տասնապատիկ ավելի շատ են, քան թե տեղացիների մոտ, լեզվի չիմացության խնդիր կա, տենց չի որ դու հայ ես ծնվել, ուրեմն ի ծնե մոր կաթի հետ պետք է նաև հայոց լեզուն յուրացնել, մարդիկ այստեղ եկել են եւ ոչ ոք ջանք չի գործադրել, որպեսզի տարական հայոց լեզուն սովորեցնի այդ մարդկանց, ոչ գրել, ոչ կարդալ, ոչ սեփական իրավունքները պաշտպանել տարական բաներով, մոդելը ցանկացած հիմնարկ այնտեղից ու այստեղ ֆուտբոլ են մարդկանց հետ խաղում, օգտվելով դրանից, որ մարդիկ իրանց ոչ իրավունքները կարող են գիտեն, ոչ էլ կարող են պաշտպանել։ Այդպեսի իրավիճակը եղել է ի սկզբանե, բայց ժամանակի ընթացքում ավելի ահագնացավ եւ հիմա է բերեց փաստացի, ինչպես ես ասացի, Ադրբեջանը հայ համայնքը հոգեվարք է ապրում, անհետանում է, բարիս բուն իմաստով։ Թվեր կարող եմ նշել, բայց հատուկ չեմ նշում, որպեսզի Ադրբեջանում շատ չուրախանան։ Շատ կրճատվեց համայնքը, համարյա անհետացավ, անպայման թիվ պիտի ասեմ։ Մենք կարող ենք արձանագրել հետևյալը, որ փախստականները եկան Հայաստան եւ Հայաստանը պատրաստ չէ, այսօր մենք սիրահարություն ենք ունենալու, վաղը բանանահարել։ Հայաստանը պատրաստ չէ, այսինքն այստեղից արտագաղթեցին։ Բնական է, որ պատրաստ չէ։ Տեսեք, Հայաստանը պետք է ընդուներ երկրաշարժի շրջափակման պայմաններում մի ամբողջ մոտ կես միլիոն հայություն, կես միլիոն փախստական։ Եվրոպան, ամբողջ Եվրոպան ընդունում է մի քանի 100 փախստական եւ արդեն նվնվոցը սկսվեց աշխարհով մեկ։ Իսկ Հայաստանը լինելով այդպեսի փոքր տարածքով, այդպեսի շրջափակման մեջ, ինչպես կարող է նորմալ պայմաններ ստեղծել այդ մարդկանց ընդունելու համար։ Չէ, մենք հիմա չենք ասում դրական, բացական, սուբյեկտիվ, օբյեկտիվ կողմերի մասին։ Մենք փաստ ենք արձանագրում, որ փաստորեն Բաքվի հայերը, որ ներգաղթեցին, Ադրբեջանը, այո, Ադրբեջանը հայությունը, երբ որ եկավ Հայաստան, Հայաստանը չկարողացավ պատշաճ, մինչև այսօր չի կարողանում պատշաճ կերպով ապահովել նրանց նորմալ ապահովում չի ապահովում նրանց կենսական պայմանները եւ նրանք արտագաղթում են Հայաստանից, այսինքն դուք որ ասում եք հոգեվարք են ապրում, ոչ այդ մարդիկ ապրում են այդ փախստականները, պարզապես ապրում են ոչ Հայաստանում, դուրս են եկել Հայաստանից եւ մահանում են շատ ուղղակի ֆիզիկապես Հիմա այդ երկրորդ հարցին, լրագրողի հարցի մյուս կողմը դա է, թե ինչ վիճակում է այնուամենայնիվ այն հայությունը Ադրբեջանից գաղթած Հայաստան, որը մնացել է Հայաստանում։ Դուք այդ առումով ճիշտ եք ասում, անկախ պատճառաբանությունից Հայաստանը ի վիճակի չեղավ մարդկանց ընդունել, դա այդպես է, ի սկզբանից մինչև հիմա, եւ նաեւ պետք է համարենք, որ դա միայն զուտ գումանիտար հարց չի։ Առանց ադրբեջանահայության հարցի հարցարկմանը ճիշտ պարոն Ահաբեկյանը ասեց, հնարավոր չի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայանպաստ լուծմանը։ Միայն այս օրինակի հիման վրա մենք կարող ենք ապացուցել ադրբեջանահայության ցեղասպանության, որը չի ճանաչում մինչև օրս Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը, չնայած բազմաթիվ անգամ դիմել ենք, կճանաչել այն ժամանակ, երբ որ Ղարաբաղի անկախությունը ճանաչեն, այսինքն անորոշ ապագայում։ Փաստացի միայն այս օրինակի վրա մենք կարող ենք ապացուցել, որ ադրբեջանցի թուրքը եւ արցախահայը համատեղ միասնական խաղաղ պայմաններում մեկ պետության կազմում չեն կարող գոյատևել
ուղղակի հենց Ադրբեջանը հայության օրինակի հիման վրա, որ խաղաղ քաղաքացիները ազգությամբ հայ, պատերազմի սկզբից առաջ, պատերազմական գործողություններից Բաքուն եւ Սումգայիթը շատ հեռու էր եւ պատերազմական գործողությունների գոտուց սեփական երկրի ղեկավարության կողմից ցեղասպանության են ենթարկվել այն պարագայում, որ անգամ այդ մարդիկ չեն մասնակցել Ղարաբաղյան շարժմանը, այսինքն Ղարաբաղյան հակամարտության կողմ չեն եղել։ Խոստովանում եմ ձեզ, որ Ադրբեջանը հայությունը, երբ որ Ղարաբաղում եւ Ստեփանակերտում միտինգներ էին միավորման համար, չեն մասնակցում, որ հա մենք կողմ ենք, որ միավորվեն, միայն հայ լինելու հանգամանքը դարձավ այն հանցագործությունը, որոնց այդ մարդկանց մահվան եւ արտաքսման դատապարտեց։ Միայն ազգային է։ Ինչպես այդպեսի երկրում Ղարաբաղը կարող է գոյատևել։ Ըստ ձեզ ի՞նչն է պատճառը, որ Հայաստանի իշխանությունները փախստականների հարցը բանակցային օրակարգում պահելու փոխարեն ինչու չեն այդ ժամանակից միջազգային դիալոգ կազմակերպությունների ոսկը ուղղելու եւ նրանց սոցիալական խնդիրները լուծելու փոխարեն որոշեց կոծկել եւ ասել, որ մենք այդպեսի խնդիր չունենք։ Ի՞նչն է պատճառը։ Սկզբնական շրջանում ընդհակառակը դա արվեց, ՄԱԿ-ը ծրագրեր ուներ, որ օգնում փախստականներին, իրանք բնակարաններ են կառուցում եւ օգնությունը կար։ Հետագայում որ ցույց տան, որ հարցը լուծված է ու քանի որ էթնիկ զտումներն եղել է եւ Հայաստանում, արտաքսումը կարելի համարել եւ կամավոր, եւ ստիպողական, չես կարող ստիպել եւ կամավոր, որ մեր վրա բիչունի, որովհետեւ որոշել են դրա մասին երկար չխոսել եւ չքննարկել։ Ոնց որ դա որտեղ դա է մեր վրա ոնց եղա 200,000 դրամից միած հետո Հայաստանի մի շաբաթում ընթացքում անհետանում։ Պարոն Ադրբեջան, հարցը այսպես է, ինչու է Ադրբեջանը առ այսօր այդպիսի դոնոր կազմակերպություններից օգտվում, իսկ Հայաստանը, ինչպես դուք երկուսուտեմ նշեցիք, ասես թե հարցը լուծված է, մենք խնդիր չունենք, մենք փողի կարիք չունենք, ինչու է Հայաստանը, ինչու Հայաստանը չի օգտվում։ Այսինքն այդ քաղաքական հարթության մեջ է հենց գտնվում, որովհետև հայկական կողմը չի դնում բանակցային գործի սեղանին որպես նախապայման, չնայած մենք բազմիցս դիմել ենք գրավոր պատասխաններ ունենք եւ արտգործնական։ Այդ պատասխանները ի՞նչ են։ Այնտեղ գրված է, որ մենք միշտ ուշադրության կենտրոնում պահում ենք այդ հարցը եւ նկատի ունենք բանակցային գործընթացում, բայց Ադրբեջանը պաշտոնապես բարձրացնում է իրենց փախստականների անվերապահ վերադարձի խնդիրը եւ Լեռնային Ղարաբաղ ազատագրված տարածքներ եւ Հայաստան, իսկ Հայաստանը բացահայտ չի ասում, օրինակի համար, եթե վերադառնում են ադրբեջանցի թուրքերը ազատագրված տարածքներ, ապա բոլորն են վերադառնում, այսինքն Ադրբեջանը հայերը նույնպես, եւ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում նրանց հետագա ճակատագրի համար, իսկ եթե Ադրբեջանը հրաժարվում է այդ մարդկանց հետ ընդունել, ապա խոսք չի կարող լինել Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան այդ մարդկանց վերադարձի վերաբերյալ, այսինքն ադրբեջանցիների Ադրբեջանը կհամաձայնի ընդունել, գնացող կա, ես անձամբ տարիներ շատ առաջ եւ իմ կողմնակիցները ասում եմ ձեզ ՄԱԿ-ի հայկական ՊԳՀ նամակ են տրամադրել, այսինքն դիմում են ներկայացրել, որ եթե գոյություն ունի ծրագիր այդպեսի լուր կար, որ Ադրբեջանում այդ ՄԱԿ-ՊԳՀ-ն պատրաստում է իշխանության հետ վերաբնակեցման եւ վերաինտեգրման ծրագիր հայկական հողը, ես ասացի, եթե այդպեսի ծրագիր կա, ես առաջինն եմ, որ խնդրում եմ ձեզ պաշտոնապես օգնել ինձ վերադառնալ իմ նախկին բնակավայրս։ Ադրբեջանի սահմանում է։ Վերահսկողության ներքո է գտնվում հիմա, ինչպես նաև այն ծրագիրը պատրաստում էր հայկական վերահսկողության ներքո գտնվող տարածքների համար։ Ես ասացի, մենք էլ ենք պատրաստ, բացի ինձնից նաև եղել են մարդիկ, ովքեր դիմել են այդպիսի հարցով, գրավոր պատասխան են տվել այդ ՄԱԿ-ՊԳՀ-ի, որ եթե ցանկացողները կան, թող դիմել են, բայց գործը ընթացք չի ստացել այդ բառագայում։ Այսպես որ հազար հավատացեք, եթե թուրքը գա ու վերաբնակվի նորից հայկական հողերում սրբազան, լինի դա Ղարաբաղում, լինի դա Հայաստանում, ես դες պաշտոնապես հիմա այդ մարդկանց ներկայությամբ խոստանում եմ, որ Ադրբեջան վերադարձած առաջին հայը կլինենք ես, եւ եթե խոչընդոտներ չկառուցեին, ես այնտեղ արդեն վերադարձած կլինեի։ Այսինքն, իսկ ինչու եք վերադառնում, Հայաստանում ավելի վատ է ձեզ համար։ Չէ, որովհետև ինչպես կարող եմ այդքան զրկանքներից հետո ես հանդուրժեմ, որ այդ զրկանքները կրեցի եւ ես եւ ոչ միայն ես, հա,
այդքան զրկանքներ կրեցինք հանուն Լեռնային Ղարաբաղի անկախության եւ տարածքային ամբողջականության, իսկ հիմա ադրբեջանցին կվերադառնա կբնակվի հայկական սրբազան հողում, իսկ մենք կմնանք աքսորի մեջ, թուրքը չի վախենում վերադառնալ Ղարաբաղ, իսկ հայը այդքան վախկոտ է, որ պետք է նստի ու դողա Հայաստանում, ես ձեզ ասում եմ ոչ, հայը հազարապատիկ ավելի խզաղ է թուրքից, եւ մենք էլ նույնպես կյանքի վտանգնելու գնով պատրաստ ենք գնալ այդպես, այնտեղ